արձանագրությունները ստորագրելու հաջորդ օրվանից սկսած Թուրքիան նախապայմանները իր առաջ քաշեց, այսինքն դա մեզ համար գաղտնիք չէ։ 1 տարի էր անհրաժեշտ մեր իշխանություններ 1 տարուց ավել, որպեսզի ընդունի, որ իսկապես Թուրքիան նախապայմանների լեզվով է եւ կանխեր այս գործընթացը։ Երկրորդը հարցին պատասխան հետո հարցը կտաս, հա։ Շնորհակալություն։ Նախ ես ասել համամիջ չեմ, որովհետեւ քննարկման սեղանին եւ վավերացման սեղանին դրված էին արձանագրությունները, զույգ արձանագրությունները, որոնց մեջ նախապայմաններ չկար։ Եվ Թուրքիան ինչ որ ասում էր, դրանք որևէ առնչություն չունեին նախապայմանների, ասինքն արձանագրությունների հետ։ Այնտեղ արձանագրություններում լրիվ այլ բաներ գրված, Էրդողանն ու Դավիթ-օղլուն ասում են լրիվ այլ բան։ Եվ վերջին բաժակը լսվեց, որ Վաշինգտոնում նախագահների հանդիպումից հետո Էրդողանը ասեց. «Մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի, մենք սահմանը չենք բացի»։ Եվ քաղաքական ուժերը Իսկ արձանագրություններում եւս մեկ անգամ չեմ, որևէ նախապայման չկա։ Դրա համար էլ մենք մեր սպառությունը հետ չենք անջում։ Քաղաքական ուժերից շատերը ձեր Սերժ Սարգսյանի քայլը գնահատեցին կիսատ քայլ, նկատի ունեմ Դաշնակցություն, Ժառանգություն եւ այլն, այն ուժերը, որոնք ոչ շարժման են միացել, Ես ներողություն մի հատ ռեպլիկ, ես շատ եմ հարգում, մի հատ ռեպլիկ ասեմ, ես առաջին անգամ եմ լսում, որ խորհրդարանական ընդդիմությունը դա մեծամասնությունն է եւ քաղաքական ուժերի շատերն են։ Իմ դասական ուժերից չասեցի ազգային ժողովում։ Այսինքն Ժառանգություն ու Դաշնակցություն քաղաքական ուժերի շատերն են արդեն։ Ոչ խորհրդարանական ուժեր, այո, միացել են նրանք։ Քաղաքական ուժերը։ Ուժ չեն, շատ քաղաքական ուժեր։ Լավ, լսում եմ ձեզ։ Այսինքն գտնում եմ ձեր քայլը կիսատ քայլ էր Սերժ Սարգսյանի, պետք է ընդհանրապես դուրս գալ գործընթաց, կիսատ է թե ոչ, նաև այսպիսի կարծիք է հնչել Հայ ազգային կոնգրեսից, էջ նստելը մի այբ է, իջնել է 2։ Ուզեի նաև դրան վերադառնալ։ Սկսենք կոնգրեսից, հա, էջ նստելը մի այբ է, իջնել է 2, դա կոնգրեսի հին ասացվածք է։ Ես ինչ վերաբերում է Դաշնակցության եւ Ժառանգության առաջարկին կիսատ պռատ, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ կա քաղաքական բազմակարծություն եւ յուրաքանչյուր կուսակցություն ունի իր դիրքորոշումը։ Քաղաքական մեծամասնությունը իդեմս կոալիցիայի ունի այս դիրքորոշումը, մենք գտնում ենք, որ մեր դիրքորոշումը արդարացի է, մենք գտնում ենք, որ մեր դիրքորոշումը ամբողջական է եւ մեր դիրքորոշումը բխում է ազգի ու պետության շահերից։ Եվ մնացածի մասին չեմ կարող ասել, չեմ էլ հավակնում, որպեսզի Հայաստանում վերադառնա խորհրդային ժամանակները, որտեղ պարտադրվում է մեկ կարծիք։ Թող ժողովուրդը որոշի, որ կարծիքն է ճշմարիտ։ Հինասացվածքի մասին չեմ։ Հինասացվածքը ես քարացած դոգմաների մասին չեմ խոսում։ Եթե ուրիշ հարցեր Սերժ Սարգսյանը արձակուրդի ընթացքում հանդիպեց Մեդվեդևի հետ եւ դա շատ, այսպես ասած, չգիտեմ, անակնկալ էր, ինչ էր դրանից հետո, ասենք, պատրաստվում է Մեդվեդևը գնալ Թուրքիա գալ եւ դրանից հետո տեսակետներ հնչեցին, որ արձանագրությունները կասեցնելը դա Ռուսաստանի կողմից պարտադրված քայլ է։ Տեսակետներ շատ տեսակետներ կարող են հնչել, բայց ես չեմ կարծում, որ դա այդ ձեր հնչեցրած կարծիքը գոյության իրավունք ունի, այսինքն արդարացված է, որովհետև եթե հիշում եք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ գնալուց մեկնելուց առաջ նախագահ Սարգսյանը հարցերի պատասխան ասաց, որ մենք արդեն հիմնականում մեր որոշելիքը որոշել ենք եւ հետագայում եւ հարմար պահի մենք կհնչեցնենք։ Եվ ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր այն վիճակում է, որ ճնշումների ներքո իրականացնում որոշումներ, այն էլ կարևոր որոշումներ, որոնք որ բխում են մեր պետության շահերից։ Գոնե մենք պետք է շիտակ նայենք, որ այս 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության միջազգային վարկը բավականին բարձրացել է, կարող է մարդիկ լինեն, որ չհամաձայնվել, կարող է մարդիկ լինեն, որ համաձայնվեն, բայց փաստը սա է։ Եթե Թուրքիան պատրաստ կլինի այս արձանագրությունները վավերացնելու, հայկական կողմը մենք տեսանք իր պատրաստակամությունն է հայտնել։ Այսինքն մենք ամեն գնով չենք ուզում արձանագրությունները վավերացնել կամ ամեն գնով հարաբերություններ հաստատել։ Մենք ուզում ենք, որպեսզի այս տարածաշրջանում լինի երկարատև խաղաղություն ու կայունություն։ Խոսքը սրա մասին է։ Ինքնանպատակ արձանագրությունների վավերացման մասին խոսք լինել չի կարող։ Իսկ դա երբ կարող է լինել, դա պետք է նայենք թուրքերին, ասինքն թուրքերը պետք է իրենց մեջ որոշեն, իրանք պատրաստ են հայկական բարդությունից ձերբազատվելու, իրանք պատրաստ են առանց նախապայմանների հարաբերությունների, թե ոչ, կամ իրանք պատրաստ են դիմակայելու Ադրբեջանի պրեսինգին, թե ոչ։ Խոսքը սրա մասին է։ Ես իհարկե գտնում եմ, որ 2011-ին իրենց մոտ պարլամենտական ընտրություններ, եթե չեմ սխալվում, իրենց մոտ պարլամենտական ընտրություններ լինելու
եւ կարող է դա էլ որոշակի խնդիրներ հանգեցնի, բայց ես ձեռնպահ կմնամ ժամկետներ ասելու, Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է քաղաքականություն այս բանը, որը բխում է մեր պետության շահերից, մենք ենք էլի նախաձեռնողը, մենք հստակ կասեցրել ենք, որովհետև տեսանք, որ այս փուլում Թուրքիան պատրաստ չէ արձանագրությունների վավերացման։ Իսկ այն, որ Հայաստանի Հանրապետությունը եւ նախագահ Սարգսյանը ցանկանում են, որպեսզի մեր տարածաշրջանում լինի երկարատև խաղաղություն եւ հարևան Թուրքիայի հետ առած նախապայմանների հարաբերություններ, դրանք շատ բարձր գնահատեցին, այսօր մենք տեսանք թե Ֆրանսիայի նախագահը եւ թե ԱՄՆ-ի պետդեպարտամենտը։ Ուղղակի ճիշտ ով էլի, կարելի է ասել, որ այս բայդրությամբ արդեն Թուրքիայից է կապված, թե ինչ կլինի գործընթացը։ Չէ, ես մի բան կարող եմ ասել, որ երկկողմանի խաղի մեջ կախված է երկու կողմերից։ Հայկական կողմը իր քայլը կատարեց, հիմա թուրքական կողմը պետք է ցույց տա, որ ինքը պատրաստ է թե պատրաստ չէ։ Ի տարբերություն հայկական կողմի, նույնիսկ մեր կասեցումից հետո թուրքական կողմի արտահայտությունները գործն ու խոսքը իրարից ահավոր տարբերվում են։ Եվ մոտ այնպեսի տպավորություն է, որ դրանք նույնիսկ իրենց համար իրենց խոսքը արժեք չունի, որովհետև ասել, որ մենք պատրաստ ենք արձանագրությունները վավերացնել կամ մենք պատրաստ ենք այս ոգով շարժվել եւ մենք մեր գործողությունները համահունչ են արձանագրությունների ոգում, քիչ ծիծաղելի է, որովհետեւ եթե դու ասում ես մի բան, Օբամայի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը ասում է, որ նախապայման չկա, մենք չենք կապում այս հարցը Ղարաբաղյան հարցի հետ, այնուհետև դուրս է գալիս եւ 10 կամ 20 րոպե հետո լրիվ այլ բան է ասում, դա մի քիչ կարծում եմ, որ անլուրջ մոտեցում է։ Ղարաբաղի հարցի շուրջ շարունակում են ակտիվ հանդիպումներ, քննարկումներ։ Հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում հրաժարական տա, ճնշումներն այնքան խիստ լինեն, Օսկանյանն էլ որ ասել էր, միակ լուծումը դա լինի, եթե դա լինի, կգնա նման քայլի հանուն Հայաստանի եւ Ղարաբաղի։ Եթե ներով հարցերին ես չեմ պատասխանում, բայց մի բան կարող եմ ասել, որ Հայաստանում այնպիսի իրավիճակ չկա, որ նախագահը հրաժարական տա։ Նախագահը շատ հզոր է իր թիմով, իր լեգիտիմությամբ, իր գործունեությամբ եւ նախագահը իրականացրած աշխատանքների արդյունքում Հայաստանի Հանրապետության վարկանիշը միջազգային հանրությունում բարձրացել է, իսկ Հայաստանի Հանրապետության նախագահից որևէ մեկը ավելի լավ չի պատկերացնում այն խնդիրներն ու խնդիրները եւ նաեւ այդ խնդիրների լուծումները, որոնք կան մեր երկրում։ Եթե Ղարաբաղի հարցը պահանջվի նման բան, իրավիճակը այդպեսին լինի։ Ես եթե ներով հարցերին չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի ոչ, ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության նախագահի քաղաքականության արդյունքում նմանատիպ վտանգներ կան, նմանատիպ վտանգներ չկան, Հայաստանի Հանրապետության նախագահը շատ հստակ ասել է մեր կարծիքը բոլոր հանդիպումների ժամանակ եւ ի տարբերություն որոշ գործիչների նրա կարծիքը հստակ է եւ այստեղ ներքին, այսինքն Երևանում եւ Հայաստանի սահմաններից դուրս եւ միջազգային կոնֆերանսների ժամանակ եւ երկկողմ հանդիպումների ժամանակ են նախագահը նույն բանն ասում, որ մեզ համար կարևոր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է եւ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ այստեղ քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ եւ ես չեմ կարծում, որ ձեր հարցը որևէ հիմք ունի։